Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդոր, բացառությամբ հարավային եւ հյուսիս-արևելյան ուղղությունների։ Նշված հատվածներում հակառակորդի հիմնականում ինքնաձիգներից եւ գնդացիրներից մի քանի ոչ թիրախային կրակոցներ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Հատկապես մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում գործող մսի վաճառքի կետերում վերջին 1-2 տարվա ընթացքում տեսանելի փոփոխություններ են կատարվել։ Մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմաններն են էապես բարելավել, անասնաբուժասանիտարական փորձաքննության փաստաթղթերի առկայությունն էլ արդեն համատարած բնույթ է կրում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության զգուշացումը այլ ոլորտի է վերաբերում։ Խոսքը, այսպես ասած, ձեռքից իրականացվող վաճառքի մասին է։ Սպառողների միստվար զանգվածի համար այս տարբերակով առաջարկվող միսը գրավիչ է նախ եւ առաջ գնով, ավելի էժան է, հետո էլ եկողը սովորաբար ծանոթ բարեկամ է եւ առաջարկվող միսն էլ թարմ է։ Տեսչությունը նման առևտուրը չի խրախուսում, սակայն հաշվի առնելով, որ անասնատերերը հաճախ ստիպված են գնում այդ քայլին, չի արգելում։ Պարզապես պահանջում է, որ դա իրականացվի գոնե նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններում։ Հարցը հրատապ է հատկապես շոկ եղանակներին։ Այսինքն ոչ թե միսը դնեն գետնի վրա ու անմիջապես գետնի վրա այստեղ, այլ ինչ-որ սեղանի պես հարմարացնեն, մոտ 50 սանտիմետր առնվազն գետնի մակերևույթից բարձր։ Գլխավոր պայմանը սակայն այն է, որ վաճառվող միսը անվտանգ լինի եւ ունենա դա հաստատող փաստաթղթեր։ Կարլեն Ասրյանը կարգն է նկարագրում ամենայն մանրամասնությամբ։ Եթե այդ անասնատերը միսը իրացնելու նպատակով բերում է Ստեփանագերտ, անպայման պետք է առաջերտին տվյալ համայնքի անասնաբուժից տեղեկանք վերցնել մսի, այսինքն մսի տվյալ կենթանու առողջության վերաբերյալ։ Նոր այդ հասնելով Ստեփանագերտ, այդ համայնքի անասնաբուժի տվյալ տեղեկանքը ներկայացնում է կենտրոնական շուկայում գտնվող մսակատնային հսկողական կայանին, որտեղ ենթարկում է անասնաբուժասանիտարական փորձաքննության տվյալ միսը։ Եվ արդեն եթե փորձաքննությունից հետո պարզվում է, որ միսը առողջ է եւ պիտանի է սննդի համար օգտագործելու, արդեն մսակատնային հսկողական կայանի մասնագետը ինքը տալիս է մշակված համապատասխան ձևով եզրակացություն ու դրանից հետո արդեն տվյալ անհատը իրավունք ունի միսը վաճառել։ Պատասխանատուները հիշեցնում են, այս ամենն իրականացնելու համար գումար չի պահանջվում, պարզապես ժամանակ, այն էլ ոչ շատ։ Այդ գործընթացը բացարձակապես անվճար է, ձրի, իսկ պահանջվելու է մոտ րոպեներ։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Հուզմունքից թաց, մեկ դար, վիշտ ու ուրախություն ապրած աչքեր։ Աշխենտատի խոսքերում ցավ կա եւ գիտակցություն ներկայի ու անցյալի։ Ապագային էլ իր համար չի խնդրում, մաղթում է, որ բոլորն իր տարիքին հասնեն։ Տասնամյակներ առաջ կորցրել է ամուսնուն, 5 զավակ է դաստիարակել, 3 որդիներից 2-ը պատերազմի ժամանակ զոհվել են, 3-րդն էլ կուրացել։ Ինքը սակայն չի հուսահատվել, շարունակել է աշխատել ու արարել։ Իմ яшս ասկենակտու։ Ոչ մենի մեշա չմարալ, միջո մեհեն։ Լավ աշխատող, լավ տոնտնող, լավ խոխեկի, հենք խոխային պահալ, 2 աղջիկ 3 տղա։ Վերջումս 2 տղաս կորուս տղի, մինին աշկերի չտենում, դարդերի շատ ալալ, էլա եկե հարուրի տեբնգը։ Սաղնի։ Բոլոր ծանոթներն ու հարազատները խոսում են Հոբելյարի ազնվության մասին։ Հուլիսի 2-ին Հաուրը բոլորած կինը 15 թոռ ունի, 20 ծոր եւ 4 կոր։ Ծննդյան տոնին ոչ բոլորն են ներկա։ Արցախի տարբեր շրջաններում ու Արցախից դուրս են ապրում։ Ընտանիքի ուրախությանը միացել են հարևաններն ու ծանոթները, համայնքի ղեկավարը եւ Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները։ Եկել ենք շնորհավորելու նրա ծննդյան 100-ամյակը։ Մենք տատիկին ճանաչում ենք շատ վաղուց, որովհետև տատին իր գործնեությամբ, իր աշխատասիրությամբ միշտ եղել է մեր սոցիալական ոլորտի ուշադրության կենտրոնում։ Եվ իզուր չէ, որ տատին, երբ մեր հանդիպումների ժամանակ հաճախակի էր պատմում իր անցած կյանքի մասին, եւ մենք յուրովի զգում ու հոգուստ հպարտանում ենք, որ մեր օրերում քայլում են նման վաստակաշատ մարդիկ, ովքեր ջանք ու եռան չեն խնայել իրենց հայրենի բնօջախը շենացնելու համար։ Աշխենտատը երիտասարդ տարիներին դժվարություն շատ է տեսել, կտվորուհի է եղել, ամուսնու հետ տուն են կառուցել, սակայն դառն են ու ակնառու պատերազմի հետքերը։ Այդ ամենով հանդերձ հույսը չի կորցրել, թեկուզ եւ գյուղի ամենատարեց բնակիչն է, բայց մինչեւ այսօր ոչ ոքի նեղություն չի տվել։
Ոտքի վրա է։ Թաղամասի բնակիչների կենսաթոշակն էլ ինքն է բաժանում, խոստովանում են համայնքի բնակիչները։ Ինքան ազնիվ խրատնի է տվալվեր, մեր ազգումը ծուպումը, գողություն ու գոյություն չկա, ազնվությունը, տոլկո ազնվությունը։ Ինքը իր համար ապրում է, ոչ մեկից նեղություն չի տալիս, ամեսը մի անգամ գալիս ենք, թեկուզ չնչին մեր օգնություն ենք ցուցաբերում, բայց հիմնականում իր գործը իր վզին ալի, ինքն է իր մաքրությունը, տունը, տեղը, սա ինքն է իր գործը անում։ Տոնական տորթի մոմերը ոչ մի կերպ չեն հանձնվում։ Շարունակվում են վառվել, ներկաները կատակում ու անկեղծ բարեմաղթում են։ Տատ, դեռ շատ ես ապրելու։ Հարություն Մկրտչյան, Մերուժա Մարտիրոսյան, օր